Արդեն թեկդեմպեր ամսու գեսն է, Սուրբ Ծնունդյան, Քրիսմասի, Նոր դարվա արձակուրդները գմոդենան, հանգիստ, թաթար, ընտանիք, ընդհանրապես դարին մեկ-երկու հատ ունենանք այսպես բահեր արձակուրդի, ինչպես կլար, եթե թաթարը դառնար շաբթական սովորությունը, այնպիսի ցավով որ մեզ առողջ կբահե եւ հոգեվորապես արթուն Աշխարհը գսե ոչ, աշխարհը գսե աշխատիր, Ջակ Մա Ալիբաբայի հիմնադիրը կգանչե 996 օրհնություն, 996 ասել է որ արդվա 9-ն մինչև երեկոյան 9 աշխատիր, շաբաթը 6 օր, ասիգա օրհնություն կգանչե, եթե այս է օրհնությունը անեցքը ինչ կգարձե արդյոք, Ջենսեն Հուանգ NVIDIA-ի դնորենը, ուրեմն NVIDIA ամենաթանկագին թանկարժեք ընկերությունն է աշխարհիս ներկային, Apple-ն եւ Google-ն ավելի, ինքը գսե որ երբեք չի գնար, առավոտյան 5-ին կսկսի, 7 օր, արդվնե մինչև գիշեր կաշխատի, ամեն օր, երբ հարց կուտան արձակուրդ եթե գարնե, գսե երբ ընտանիքս կովից է այդ արձակուրդ կնկատեմ, բայց սեր կաշխատիմ, միշտ կաշխատի։ Expedia այդ արձակուրդներու ընկերությունը գսե որ ամերիկացիները ամենակիչ արձակուրդ օրերը գարնեն աշխարհի բոլոր երկիրներեն։ Շատեր չեն օգտագործել իրենց լման դրված օրերը։ Ինչու՞։ Շատ սպաղ են, շատ ծանրաբերված են, ոչ ժամանակ ունին արձակուրդի, ոչ ժամանակ ունին ծրագրելու, վերջնաժամկետեր կան, deadlines և ժամացույցը գվազե։ Իսկ Կանադա ավելի լավ չէ։ Շուրջ գեսը աշխատողներուն գսեն, որ այնքան ծանր է մտահոգությունը սթրեսը, որ իրենց աշխատելու կարողության գաստ է։ Աշխարհի մեջ burnout-ը, հոգնածությունը դարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար վնաս կպատճառի, միլիոն դոլար վնաս կպատճառի, քանի որ մարդիկ հոգնած են։ Խնդիրը մինակ տրամական չէ, հոգևոր է, մորցած ենք գենալ, դարձած ենք մեքենա, որուն ստապ կոջակը չաշխատիր։ Պատկամս այս է, իմ սերունդիս և երդասարդ նոր սերունդին հոգեբանական և հոգևոր առողջությունը վտանգի մեջ է։ The psychological and spiritual health is in danger. Պետք է գնանք։ Պետք ունենք սուրբ հանգիստի դերոջը օրը ետ բերել։ Այս մեկ փոփոխությունը ոչ միայն պիտի լավացնե մեր շաբաթը, այլ նաև մեր հոգին և մեր աշխարհը։ Ասեմ թե ինչ պետք է անել։ Ոչ մեկ բան։ Պարզապես գնալ։ Հանգչին։ Քանի որ հանգիստը թիվ 1 կլավացնե մեր առողջությունը, թիվ 2 կշատցնե մեր հավատքը և կբաքսեցնե մեր մտահոգությունները, և թիվ 3 մեզ կմոտեցնե Հիսուսի։ Թիվ 1 հանգիստը կլավացնե մեր առողջությունը։ 1974-ին սրտապան cardiologist Meyer Friedman նկատեց, որ իր վտանգի տակ գտնվող հիվանդները նման էին մեկ ցևով։ Բոլորը ժամանակի սերմության զգացումով կդարաբեին, a sense of time urgency։ Ան գանչեց այս աջաբարանքի հիվանդությունը, hurry sickness, շարունակական զգացումը, որ ժամանակը քիչ է, feeling rushed and anxious։ Եվ այս զգացումը կվնասե ֆիզիկական սիրտը, հիվանդ կնե, այնքան որ բժիշկը կչափե և կփորձե լուծում գտնել թեղերով։ 100 տարի առաջ Corey Boom ասաց է, both sin and busyness have the exact same effect. They cut off your connection to God, to other people, and even to your own soul. Երկուքն այլ թե մեղքը և թե սպաղվածությունը ունին ճիշտ նույն աստեցությունը։ Անոնք կգդրեն կուգաբտ ազո հետ
ուրիշներու հետ եւ նաեւ քու սեփական հոգիիդ հետ։ Մոտավորապես նույն ժամաշրջանին Carl Jung հայտնի հոգեբանը, psychologist-ը, որ Freud-ն յետքը այն նույն ադենները եկավ, ասած է hurry is not of the devil, hurry is the devil. Աջաբարանքը սատանայեն չէ, աջաբարանքը սատանան է, քանի որ ինքը դեսած է այդ տեսակ կյանքի արագ վասկի վնասարար աստեցությունները մտքին վրա։ Marcus Aurelius գրած է ասիգա երկրորդ թարուն Քրիստոսի առաջ, բայց գարտամ ցեզ եւ գարձես թե հիմա գրած է ներգայիս։ Գսե բարաբի մի անցներ մնացյալ ժամանակը այստեղ մտահոգվելով ուրիշներու մասին, թե ով ինչ կնե, արդյոք այսօր որքան մեր ժամանակը անորմով կսպաղվի, որ ով ինչ կնե, ինչ post բերե Facebook-ի, Instagram-ի վրա, քանի հատ լայքեր ունին, կամ ինչ կսե ուրիշը, եւ ինչով կսպաղի, ուր արցագուրտ կացերը ինչ պատկեր թրերը։ Այդ բիդի խանգարե քեզ գետրոնանալու քու մտքիդ վրա. It will keep you from focusing on your own mind. Եթե այս բաները ճշմարիտ էին անցյալին, որքան ավելի ճշմարիտ են այսօր։ Վերջերս Jonathan Haidt գանչեց այսօրվա երասարտները the anxious generation, անհանգիստ սերունդը։ Մեր մեծ հայրերը եւ մեծ մայրերը թիմացան դեղահանման, աղքատության եւ սովի։ Այսօր հարուստ երկիրներու մեջ երեխաները չեն դարաբիր սովեն, աղքատութենեն եւ բادرազմեն։ Ուրեմն ինչու ավելի անհանգիստ են։ Նոր ծնածները ավելի դգար չեն, քան թե մեր մեծ հայրերը եւ որ ծնան նույնն են։ Jonathan գպացադրե աջաբարանքի գպացադրե ուրեմն մարդիկ չեն դրդմիր երբ անոնք միասին գթեմատրեն վտանգներ անոնք կդրդմին երբ կսկան մեգուսացած մենակ կամ անօգուտ եւ երկու պատճառներ գուտա որ ինչու այս կբադայի հիմակվա երասարտներուն իրական աշխարհեն չափազանց բաշխանված լալը եւ virtual աշխարհեն social media cell phone ոչ բավարար բաշխանված լալը People don't get depressed when they face threats collectively. They get depressed when they feel isolated, lonely, or useless. And this is due to overprotection in the real world and underprotection in the virtual world. Այսինքն մենք շատ վախծած ենք ֆիզիկականեն եւ բավարար չենք վախծած խաղապարներու, սկացումներու եւ համոզումներու աշխարհեն, որոնք անհոգորեն առանց ովևէ բայկարի մեր մեջ կուքան հերախոսներով եւ բզդիկներու մեջ կուքան Ուրեմն այդ սկացումը որ դեսնես բզդիկը 5 տարեկան парքին մեջ կխաղա օրորոցին բարձր ելերը կամ ասիջանին վրան է եւ գվախնաս եւ գսես ասված պաշտպանել իրեն շատ է փախտadmամբ ոչ մտահոգության եւ որ դեսնես նույնան բզդիկը ինտերնետով ինչ տեսակ աշխարհի ոչ ֆիզիկական խորհուրդներու ենթարկա է Աջաբարանքի հիվանդությունը hurry sickness, որ սկսած է 50 տարի առաջ, մեզ գստիբե շատ սպառված լալ եւ վասկի մեջ սկալ։ Այսօրվա anxious generation-ը անհանգիստ սերունդը գուզե մեր արդեն գարջդված ազատ ժամանակը թեպի technology, cell phone, social media, Դանիել, որ մեզ առանցնացած կսկացնե։ Արդյունքը կսկանք disconnected, բաժնված, անչափված, քագված իրար մե փնության հետ, մեր հոգին հետ եւ Աստծո հետ։
Ինչպես գրնանք վերաթարնալ ճիշտ կետրոնացումին։ John Mark Comer գկանչե մեզ կորձի, սկսելով իր քիրքին վերնակիրան։ Մի քանի տարի առաջ գրած է The Ruthless Elimination of Hurry, անքուտ չնչումը աջաբարանքի։ Ազատվելու համար այս առազվասկեն պետք է մդատրապար չնչել զայն և պետք է այսնել անքուտ ծևով։ Ահա մի քանի կորձնական փոփոխություններ, որ անգարաչարգ է։ Ամեն օր հատկացուր ժամանակ լրության, մենակության և մտածելու։ Քրե կյանքիդ մասին մտածումներդ, քալե ավելի գամած, քշե ավելի թանտաղ, հասիր 10 վայրկյան շուտ հանդիպումներուն։ Եվ ես խոստովանիմ դժվարություն ունիմ ասոր մեջ, և ըստ երևույթին այս արդույալ շատ դժվարություն ունեին։ Հասիր 10 վայրկյան շուտ հանդիպումներու և մի օգտագործեր քու հեռախոսդ, առանց հեռախոսի գեցիր։ Ձնող եղիր քու հեռախոսիդ, տնելով զայն քնանալու մի քանի ժամ կեզմե առաջ և ցկելով զայն կզրոցիմը մեջ ննչասանյակը դուրս արդուն մինչև որ տուն արտնաս և պատրաստվիս։ Այսինքն զայն դես ինչպես 2 տարեկան մը կտեսնես, որ անդադար ուշադրություն կուզե և որոշ ժամեմը ետք անդանելի կդառնա, պետք է անգոյին տնել, չնե ինքը կկառավարե և ծնողքին իշխանության վրա կուզե ելալ, ուշադրությունը լման իրան անդադար։ Եվ նաև մեկ ուրիշ առաջարկ մը կուտա, John Comer-ը, որ իմ երկրորդ նույթս է բահել շապատը։ Եկեղեցին լուծում ունի, բայց առաջ որ հոն երթանք, ասեմ, որ նպատակս է այսօր, որ ոչ մինակ դուք համոզվիք, այլ ձեր սիրելիներուն համոզեք, քանի որ շատեր սփռնված կսկան այս rat race-ին մեջ, ջարդոնի վասկին մեջ։ Համոզեք իրենց 3 պատճառներու համար։ Թիվ 1 անոնք պետք ունին։ Թանտաղիլը գփուժե սիրտը, միտքը, հոգին։ Մենք պետք ունենք։ Երբ մեր շուրջինները հանգչին, մենք հանգիստ կսկանք։ Եվ թիվ 3 ոչ սպաղլալը ազու մասին մտածելու արիթ կուտա։ Երկրորդ գեդը հանգիստը կշատցնե մեր հավատքը և կբաքսեցնե մտահոգությունը, անհանգստությունը։ 1940 ագան թվականներուն Քեբեկի մեջ ժողովուրդը մոտավորապես 10 հոգիան 9-ն ամեն շաբաթ եկեղեցի կուքար։ Այսօր, քանի կգարձեք, հագարակ է եղած է, 10-ն 1 հատ կուքա եկեղեցի։ Երբ փոքր էի, Կանադայի մեջ օրենք մգար, որուն անունն էր The Lord's Day Act, դերոջը օրվա օրենքը, որ կփակեր խանութները գիրագի օր։ Բայց 1985-ին այդ օրենքը վերցվեցավ, և գիշեմ ասիգա ես բզդիգ էի Սուրբ Հակոբ դպրոցի մեջ և ես նույթ կլար ճաշասենյակը կաֆետերիային մեջ։ Իսկ այս տարի Քեբեկի 3 քաղաքներու մեջ Լավալ, Գատինո և Սենթ Ջորջ արտոնությունը դրվեցավ խանութները բաց պահելու մինչև երեկոյան 8-ը շաբաթ և գիրակի։ Շատերուն համար, նաև հայերուն, որ առաջ երբ բզգեի կարծես թե բոլորը գուքային եկեղեցին, բայց ներկայիս գիրակին դարձած է ուրիշ գործի օր, լեցուն սպաղումներով, դունի գործերով, նորոգություններով, թասերով, ֆուտբոլի, փորձով, արդյոք ճիշտ ուղղության մեջ ենք։ Հիմա ավելի քան երբեք մարդիկ բուժում պետք ունին, կփնտրեն բուժում, արագ և անհանգիստ կյանքեն ազատվելու համար։ Ցեզի մարդահրավեր ունիմ։ Եկեք ապստամբենք այս Քեբեկի ցերնարգին թեմ,
դերոջը օրը սուրբ պահելով եւ գիրագի օրը քննում չնելով light անցամբ կամ կոմպյուտերով եւ անշուշտ այս մարդահրավերը ես ինքիս ալգամ ավելի բարձրը չեմ եւ ինձի ապորտություն է այս բոլորը Charlie Kirk-ը իր սպաննվելեն ճիշտ առաջ գրեց քիրքմը որուն անունն է Stop in the name of God Why honoring the Sabbath will transform your life Ազո անունով գեցիր ինչու շաբաթը բահելը կփոխե կյանքդ Ան գանչե շաբաթը բահելը աբստամբությունը աշխարհի մտեմ որ չուզեր թանտաղին Honoring the Sabbath is an act of rebellion against a world that refuses to slow down Ես ալ կորձնական քայլը արի երեք նամակ մը գրեցի Quebecի Minister of Finance-ին նախարարին իմ մտահոգություններս արտահայտելով գիրագի օրերու խանութներու ժամերը երկարելու մասին ամփոփումը ինչ որ ցեզի այս վարիաններում մեջ ներկայացուցի եկեք միասին աբստամբինք եւ լույս ըլլանք խավար աշխարհի մեջ հանգստության օրը առաջարկը չէ ան 4-րդ բադվիրանն է 10 բադվիրաններում մեջ եւ մինագն է որուն պատճառ դրված է որ ինչու բահենք անիգա որ զարմանալի է ինչու պետք ունենք պատճառը համոզվելու որովհետեւ ընենք փամը որ մեզի համար լավ է մեր մեղավոր լալը մեզ գուրցնե եւ հստակ չենք տեսներ այն ինչ որ մեզի համար լավ է պատճառը որ ասված դվավ այս բադվիրանին ուժեղ է ինք հանգստացավ ստեղծագործության 7-րդ օրը ուրեմն մենք հանգստանալու ենք այս չի նշանակեր որ Աստված հոգնած էր շաբաթ բարը եբրայերենով կնշանակե գենալ հանգստանալ եւ ուրախանալ ետնայիլ եղածին եւ հաջիկ առնալ to stop to rest and to delight գարտամ ելից 20-ն այդ 4-րդ բադվիրանը հանգստության օրը միտքդ բեր զանիգա սուրբ բայելու համար 6 օր պիտի աշխատես ու բոլոր կորձը տնես եւ ոս նշմարեցեք գսե բոլոր կորձը տնես ուրեմն անակ մեկ չէ որ կարմու կորձեր զանց կնես գոր եւ չես հասնիր գոր քու բարդականություններդ անդես կնես գոր այդ չէ նպատակը բոլոր կորձդ գետրոնացած ծավով գնես 6 օրվա մեջ բայց 7-րդ օրը դերոջը քու ասզույթ հանգստյան օրն է այն օրը կորձը չկորձես ոչ թուն ոչ քու որդիդ ոչ քու աղջիկդ ոչ քու ծարատ աղախինդ ոչ քու անասունդ ոչ ալդանը մեջ եղած օդարագանը քանզի եւ հիմա բաճար գուդա որ ինչու ունելու ես հոն չի գնար քանզի դերը 6 օրվան մեջ ըրավ երկինքն ու երգիրը ձովու ու բոլոր անոր մեջ եղածները եւ 7-րդ օրը հանգստացավ անոր համար դերը օրտնեց հանգստյան օրը ու սրբեց զանիգա շաբաթը բահելը մեզ ստեղծագործության գարքին նույն քիծին վրա գբերը it aligns us with creation's order երբ կփորձենք այն գարքին հագարակ տալ գնմանի մեկը որ ցերկը դախտագիմը վրա հագարակ գոմի գդանի եւ փուշեր գմտնե փնության հագարակ կլա մեր գազմվածքին հագարակ կլա բայց ասված գիտե որ մեղավոր ենք եւ հագարակ պիտի փորձենք գնալ օրեր պիտի ելնան եւ պիտի ասենք այս շաբաթ շատ գործ ունիմ ուրեմն հիշենք որ այս բադվիրանին յեդին ուժեղ պատճառ մգա ասված ինք հանգստացավ երեխաներուն իմ հոգտանելու ծախսերս շատ են երկու գործ ունիմ ասված ինք հանգստացավ կբադրաստվի մեծ քննությամբ երկու շաբթի ասված ինք հանգստացավ եւ հիշենք որ հիշելու ենք որ ի վերջո մեր ողջլալը առողջ ողջլալը իր վրա գախյալ է ինք կորոշե եթե երկու շաբթի
ողջ եւ առողջ պիտելանք։ Տասը բարձ է, եթե երկնքի ու երկրի ստեղծողը գանք արավ, տունալ գանք գրնաս արնել։ Քու կորձդ իր կորձան ավելի մեծ չէ։ Քու կորձերուդ արդյունապերը լալը եւ նույնիսկ գյանքդ իր ցերքին մեջն է։ Տուն գաբրիս, որովհետեւ ինքը ստեղծեց քեզ եւ իր ստեղծության ընթացքին հանգստացավ քեզ օրինակ դալու եւ օրտնեց 7-րդ օրը։ Երբ շաբաթը գբահենք կամ հանգստյան օրը գբահենք, կվստահենք, որ Աստված կհոգա մեզի։ Արի հետևանք մեր մտահոգությունները կբացին։ Տեխնոլոգին մեզ մինակ կսկացնե, հանգստյան օրը մեզ կգաբե իրար եւ Աստծո հետ։ Փարիսեցիները շաբաթ օրը կբահեին եւ ավելցուցած էին կամ քրած էին 39 արգելված կորձերու ցանգը, որ Աստվածաշունչին մեջ չի գա, բայց իրենք հստակացուցած կամ ավելցուցած էին։ Հերգել, որսալ, հանկույց քագել, գարել մեգեն ավելի գար, քրել մեգեն ավելի նամակ կորձ կնկատվեր։ Քալել գարելի էր, բայց 800 մետրեն բագաս։ Մարգոս 2-ին մեջ, ինչպես գարտացվեցավ, աշակերտները հանգիսմը արդեն անցան եւ ծորենի հասկեր կփրցնեին, քիչմը ուդելու համար։ Փարիսեցիներն արդոնված չէ, կհնցան։ Հիսուս պատասխանեց շաբաթը մարդուն համար եղավ։ Ոչ թե մարդը շաբաթին համար։ Այսօր մենք այդ խնդիրը չունենք, ինչ որ փարիսեցիները ունեին, մենք չենք հաշվել մեր քայլերը, օրինաբաշտ, legalistic չենք, շաբաթը կհամարենք ընդհանրապես ընդրությունը, optional։ Արդեն գիտենք, թե մարդը շաբաթին համար ծառայելու, ծառաթարնալու համար, օրենքներու համար չէ։ Ուրեմն պետք ունենք առաջին մասը։ Շաբաթը մարդուն համար եղավ, մեր օգտին։ Մեր անհանգիստ սերունդը, the anxious generation, պետք ունի հանգիստի։ Անաբադին անհանգիստության մեջը Աստված օրական մանանա դվավ, 6-րդ օրը 2 անգամ դվավ, որբեսի 7-րդ օրը չաշխատին եւ հանգչին։ Այս բամության նպատակն է, որ գիտնանք, որ օգնական ունենք, գրնանք իրեն վստահին, նույնիսկ նեղության անհանգստության մեջ եւ որ լանք անաբադի մեջ մեր կյանքի։ Հիսուս այս բոլորը կգաբե Մատթեոս 6-ին մեջ, հոգ մի ընեք, գսե, ծեր կյանքին համար։ Նայեցեք ստեղծագործության գարքին, թե ինչ մի մտահոգվիկ, թե ինչ պիտի դեք կամ խմեք, նայեցեք թրջուններուն, ծեր հայրը կգերագրեզ անոնք, չէ որ դուք անոնցնել ավեք, ուրեմն հոգ մի ընեք։ Իմ կյանքես օրինակ մը դամ, երբ ուսանող եղած ժամանակս որոշեցի 6 օր բոլոր դպրոցի բարեկամությունները սնել եւ կիրակի օրերը չաշխատին, հանգչին, նույնիսկ քննությունները առաջ։ Երբ հաջողեցա, շնորհակալ եղա Աստծո։ 25 տարի հետ շատ մը տասերեն չկործածելով մորցել եմ, բայց այս չեմ մորցած, որ 6 օր կործելը եւ 7-րդ օրը հանգստանալը օրհնություն կբերե։ Նաեւ բագաս մտահոգ կլաս, ստրես կլաս։ Քանի որ գիշես որ Աստված հետ է, ինչպես իր ժողովրդին հետ էր անաբադին մեջ։ Գիտենք որ հանգիստը կլավացնե մեր առողջությունը, կշատցնե մեր հավատքը եւ կբացեցնե մտահոգությունը, եւ երրորդ մեզ կմոդեցնե Հիսուսի։ Աղոթքով մը առաջնորդվենք դեպի այս երրորդ գեդը։ The serenity prayer, որ գարելի լսած եք։ Շաբաթն է բարերով, խաղաղության աղոթքը, the serenity prayer։ Գսե, God grant me the serenity to accept
the things I cannot change, courage to change the things I can, and wisdom to know the difference. Ուրեմն երկու բաժնված բաներու մասին գխոսի, աս աղոթքը, ինչպես շաբաթը երկուքի բաժնված է։ Ասված դուր ինձ խաղաղություն, ընդունելու այն բաները, որ չեմ գրնար փոխել, քաջություն փոխելու այն բաները, որ գրնամ, եւ իմաստություն դարբերությունը հասկանալու։ Այս աղոթքը ինչպես վեցը մեգեն բաժնելը մեզ գսորվեցնե մեր բաժնին վրա աշխատել եւ մնացածը ցկել ազո ցերքին մեջ ռաբական վաղը մեր ցերքը չէ այս աղոթքով եւ դերոջը օրը սուրբ բայելով գիշենք որ մեր արժեքը գփխի իր ներկայությանն իր մասնակցությանն մեր կյանքին մեջ եւ ոչ թե մեր կորձին արդատրածությանն երրորդ կետ հանգիստը մեզ գբերե Հիսուսի մոտ Մարգոս երկրորդ գլուխը գսկսի Հիսուսի գաղին ներելովը եւ ապա բժշկելովը այնպես ցույց կտա իր աստվածային իշխանությունը մեղքին եւ հիվանդության վրա անգեյդ կհրավիրե Մատթեոսը որ իրեն հետևի եւ գճաշե մեղավորներու եւ մաքսավորներու հետ երբ հարց կուտան թե ինչու մեղավորներու հետ նստած է կպատասխանե առողջներուն բժիշկ պետք չէ հաբա հիվանդներուն ես արդարները կանչելու չեկա հաբա մեղավորները այսպես կհաստատե իր իշխանությունը մեր գոդրված հոգիներուն բժիշկ լալովը երբ հարց կուտան թե ինչու իր աշակերտները ձոմ չեն բահեր կպատասխանե միթե կարելի է որ հարսանիքին դղակը երբ փեսան իրենց հետ է ձոմ բահեն ոչ ժամանակ որ փեսան իրենց հետ է կարելի չէ որ ձոմ բահեն այսպես կհաստատե իր իշխանությունը մեր կյանքին ուրախության գետրոնը լալու այսօրվան տեքստին մեջ կտեսնենք որ Հիսուս կհաստատե իր իշխանությունը նաև շաբաթին վրա այսինքն հանգիստին վրա եւ բոլոր կրոնական կանոններուն վրա որ մեր հոգիները ճիշտ կնեն մեր անձին մեջ եւ Աստծո առջև ինքն է մարդուն հանգիստը մարդուն փապակը մարդուն նպատակը շաբաթը մարդուն համար եղավ մարդը շաբաթին համար չեղավ ինչի համար եղավ մարդը Աստուծո համար եղավ եւ ոչ թե օրենքներու համար Սուրբ Օգոստինոս գրեց 4-րդ դարուն թուն մեզ ստեղծեցիր քեզի համար եւ մեր սրտերը անհանգիստ են մինչեւ որ հանգչին քու մեջդ Գրիգոր Նարեգացի աղոթեց նման ցևով հանգիստը չէ որ կփնտրեմ այլ հանգչեցնողին երեսը գահաչեմ Շաբաթը մեզ գտանի իր սահմանեն անտին թեպի դերմը ուր կոհացնենք մեր հոգիներուն ամենախոր ցանկությունը դերմը ուր գտնենք լման եւ իսկական հանգիստ այդ դերը դերմը չէ այլ անցմն է ինքն է շաբաթը հանգիստին դերը իրական հանգիստը թոշակի անցնելը չէ 65 տարեկանին retirement ունենան իսկական հանգիստը ազատությունն է մեղքերեն ազատությունն է վասկեն որ գալարիալ երևնանք որ բավարար մաքուր լանք ազատությունն է աշխատանքեն որ Աստծո եւ մարդոց առջև հաջելի լանք Հիսուսի հարութենեն իդ քրիստոնյաները սկսան գիրագի օրը հանգստյան օրը ընել փոխանակ շաբաթ օրը նշելով նոր ստեղծագործության բացմությունը
Խաչին վրա մեր փրկիչը ասավ ամեն բան գադարվեցավ անլրացուց մեր փրկության կորձը եւ հանգչեցավ հաջույք արավ իր ռաձան որովհետեւ մենք նոր կյանք ունենանք եւ հանգչենք իր փրկության մեջ հանգչենք ներված եւ իրեն մոտ կորձնական մի քանի աբստամպելու քայլեր առաջարկեմ a few rebellion proposals սերը ցույց կդրվի ժամանակով եթե գսես որ գսիրես մեկը բայց այդ ժամանակ չես անցներ խոսքդ արժեք չունենար նույնը Աստծո հետ ուրեմն ամեն գիրագի աբստամպելով ոչ միայն Եկեղեցի եկուր 10 վարյան գանուխ հոս ինձի կարոզեմ դժվար է ինձի համարա եւ բոլոր օրը սուտ պահ է ուրեմն սելֆոնդ մեկ կոմպտիր լուրերը մդիկ միներ քննումի մի երթար աշխարը գեցուր ամեն օրալ մեկ ժամ կամ կոնե մի քանի վարյան գանկար ամեն բան թատրեցուր ժամանակ դուր ասվայաշունչ կարդալու քոցե աչքերդ այս աշխարհեն եւ աղոթե երբ ժամանակը շիդակ տասավորվի բոլոր կյանքդ շիդակ կտասավորվի թանթաղիլը վերահաստատե մեր սրդերուն առողջությունը ֆիզիկական սրդերուն առողջությունը կգետրոնացնե մեր միտքերը կբարձրացնե մեր աչքերը ամենօրյա հոգերեն ասաշխարեն անցնողական թեպի հավիտենականության եւ կշատցնե մեր հավատքը վերջացնելով մեր սերունդին եւ երասարտներուն հոգեբանական եւ հոգեվոր առողջությունը վտանգի տակ է բայց բարեբախտաբար եկեղեցին լուծումը ունի ան է քաղաքը որ լերան վրա է որուն լույսը չի կրնար բախվին եթե մենք դերոջը օրը սուրբ պահենք այնպես պիտի լուսավորե մեր լույսը մարդոց առջև որ պիտի տեսնեն մեր բարի գործերը եւ հանգիստը եւ փառավորեն մեր հայրը որ երկինքն է ուրեմն անկուտ ծևով չնչենք վասկը արագ կյանքը եւ հանգչենք անգլավացնե մեր առողջությունը կշատցնե մեր հավատքը կբացեցնե մեր մտահոգությունները եւ մեզ կմոդեցնե Հիսուսի հանգիստի դիրոջ Հիսուսը որ մեզ կհրավիրե իր մոտ եթե ընդունենք իր հրավերը պիտի գտնենք ոչ միայն հանգիստը այլ նաեւ հանգչեցնողին երեսը